Հաջորդ քննարկվող հարցը զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումների փոփոխություններ կատարելու մասին, 2024 թվականի հունվարի 16-ի 23Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին է, զեկուցող Պաշտպանության նախարար պարոն Պապիկյան, խնդրեմ։ Շնորհակալություն, մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, օրենքի նախագծերի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ եւ 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն։ Մինչև 16 տարին լրանալը զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Օրենքների նախագծերի քննարկման արդյունքներով փաստվել է, որ նախագծերն ընդհանուր առմամբ կարիք ունեն պատշաճ նորմատիվ կարգավորումների եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների ապահովման նպատակով լրամշակման, միաժամանակ առկա են մի շարք սկզբունքային առաջարկություններ, որը ես կնշեմ, հավելեմ նաև, որ նախաձեռնությունը ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանինն է եւ այն քննարկում է անցել նաև միջգերատեսչական հարթակում, ինչպես նաև անցել է նաև նախարարական կոմիտեով եւ ըստ այդմ ձևակերպվել է հետեւյալ առաջարկությունները կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշմարման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ Այս առաջարկները քննարկվել են падգամավորի հետ եւ պարոն Հայկ Սարգսյանը ըստ էության համաձայն է այս փոփոխություններին եւ առաջիկայում մեր հաստատումից հետո այն կքննարկվի նաեւ ազգային ժողովում, հաշվի առնելով, որ փաթեթը բավականին լայն է եւ զգայուն է ու անդրադառնում է հանրային բոլոր շերտերին, շատ կարեւոր է, որ այն նաեւ պատշաճ քննարկում անցնի ազգային ժողովում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Պապիկյան, հարցեր հարգելի գործընկերներ, դիտարկումներ նախագծի վերաբերյալ։ Պարոն Պապիկյան, ես ճիշտ եմ հասկանում, որ կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների մեկ սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր զորակոչի դեպքում կառավարությունը համապատասխան սահմանաչափ կհայտարարի եւ սա նաեւ թույլ կտա գնահատել այս միջոցառման արդյունավետությունը կամ կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման շատ զգայուն, ինչպես դուք նշեցիք, եւ էական փոփոխությունների պարագայում։ Այո, պարոն Խաչատրյան, դուք շատ ճիշտ եք, այս կետը մեզ համար սկզբունքային էր այն առումով, որ չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը ավելացնել եւ տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհանուր ամբողջությամբ արգելափակել, որպեսզի
այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան եւ նույն ժամանակ մեզ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները եւ թվաքանակը։ Ես պիտի հիշեցնեմ, որ այս նախագծի մի մասը դեռևս 2022 թվականին կառավարության կողմից էր հենց առաջարկվել եւ հետագայում դրա մի մասը արկախվեց 2022 թվականի սեպտեմբերի դեպքերով պայմանավորված։ Այն ժամանակ էր, որ մեր կողմից ընդունվեց Պաշտպան հայրենիաթ ծրագիրը, որը ենթադրում է, որ այն ժամկետային զինծառայողը, որը 5 տարով պայմանագիր կկնքի Պաշտպանության նախարարության հետ, ծառայությունից հետո կստանա նաև 5 միլիոն դրամ պարգևավճար։ Եվ այստեղից էլ այս թվերը, խոսքը վերաբերում է 18 եւ 24 միլիոն դրամ կառավարության առաջարկություններին, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի շարունակ երկու պայմանագրային զինծառայողի եւ աշխատավարձ վճարել եւ նաեւ վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճար, որը ստանձնել է կառավարությունը։ Բայց ինչպես նշեցիք, ամենակարևոր հատվածը վերաբերում է կարգին, որը պիտի սահմանի դեռ կառավարությունը եւ յուրաքանչյուր զորակոչից առաջ կառավարությունը պիտի սահմանի թվաքանակը, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից։ Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն, կառավարությունը այդ զորակոչին նման որոշում չի ընդունի։ Այսինքն մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգությունները ամբողջությամբ փարատվում են եւ կառավարելի են Պաշտպանության նախարարության կողմից։ Ես միայն կցանկանամ լրացնել այն, որ նաև վերջին տարիների ընթացքում Պաշտպանության նախարարության եւ առողջապահության նախարարության կողմից մեծածավալ աշխատանքներ են տարվել այն ուղղությամբ, որ ինչպես դուք նշեցիք, այլևայլ եղանակներով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունները կանխվեն, հստակեցվեն այն կարգավորումները, որոնք տալիս են այդպիսի տարկետման իրավունքներ եւ այս բոլոր միջոցառումները մեկ ամբողջության մեջ դիտարկելու արդյունքում է, որ մենք պետք է գանք այն վստահության, որ կարգավորումները գտնվում են ամբողջովին իրավական հարթության մեջ եւ այն հնարավորությունները, որոնք կարող են սահմանվել արտոնություններ կամ բացառություններ սահմանելու համար, նույնպես կառավարելի են լինելու ձեր կողմից նշված ձևաչափերով։ Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, ես մի հարց ունեմ, պարոն Պապիկյան, դուք նշեցիք, որ կառավարությունը կսահմանի ամեն զորակոչի համար առավելագույն թվաքանակը, իսկ այդ գումարների չափը գուցե նույնպես նպատակահարմար լինի ամեն զորակոչի համար կամ որովհետև օրենքով սահմանելու դեպքում դրանց փոփոխությունները ավելի դժվար կլինի իրականացնել հետագայում, գուցե իմաստ ունի ինչ-որ չափով ճկունություն նաև հաղորդել եւ այդ վճարվող գումարի չափը կառավարության հաստատման տիրույթ փոխանցել կամ ինչ-որ մի չափով, հա, որովհետեւ կարող է նաև ավելացվել, այսինքն կարիք լինի, որ ասվի, որ հիմա այն չափը, որը կար օրենքում սահմանված էր, դա քիչ է, պետք է ավելացվի կամ այսպիսի կարգավորումներ իրականացվի կառավարության կողմից։ Շնորհակալ եմ, ամեն դեպքում հեղինակը մենք չենք, կառավարությունը ուղղակի իր շտկումներն է առաջարկում եւ падգամավորը այս կերպ է նպատակահարմար համարել երկու կետի ավելացումը, որոնք մենք համարել ենք սկզբունքային, երկար քննարկումների արդյունքում падգամավորի կողմից ընդունելի է եղել։ Ես գուցե համաձայնեմ 1 տարի հետո, երբ պատկերը տեսանելի լինի, այս բանին ես առաջարկում եմ հավանություն տանք օրենքի նախագիծը մտնի կյանք, այնուհետև կտեսնենք ինչ բացեր կան, ինչ լրացումներ կան, կդիմենք խորհրդարանին օրենքի մեջ փոփոխություններ կատարելու նոր առաջարկություններով։ Պարոն Միրզոյան։ Ես ճիշտ եմ հասկանում, որ մենք սահմանում ենք 3 ժամկետ ծառայության համար պարտադիր, 24 ամիս, 4 ամիս եւ 1 ամիս,
Եվ եթե այո, նաև ուզում եի հասկանալ ինչի հենց 1 ամիս եւ 4 ամիս, ոչ թե 6 ամիս եւ 12 ամիս օրինակ։ Նու 1 ամսվա դեպքում էլի կարող եմ տրամաբանությունը ենթադրել, այսինքն նվազագույն պատրաստություն անցնեն զորակոչիկները, հետո այդ հնարավորությունից օգտվեն, բայց 4-ը չգիտեմ, խնդրի ես բարձրաբանել։ Շնորհակալ եմ։ 24 ամիսը օրենքով սահմանված Հայաստանի քաղաքացու պարտավորություններն են, իսկ կրճատ ժամկետները վերաբերում են, դուք ճիշտ նկատեցիք, 1 ամիսը նվազագույն պատրաստության համար, որպեսզի քաղաքացին տիրապետի օգտվել զենքից եւ տարական զինվորական կանոններ, որովհետեւ այս երիտասարդները, ովքեր այդ հնարավորությունը կստանան, միևնույնն է գրանցվելու են պահեստազորում, ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող այլ քաղաքացիների, որովհետեւ այսօր ինչ է տեղի ունենում։ Մեր համերկրացիները մեզնից դժգոհում են, ասում են վարժական հավաքներին, օրինակի համար մեր նախկին գյուղապետի, ինչ եւ այլն, կամ մեր համայնքի ամենահարուստ մարդու երեխեքը չեն գնում վարժական հավաքների, դուք հատուկ նրանց չեք տանում, բայց իրականությունը կայանում է նրանում, որ այդ մարդիկ ուղղակի չեն ծառայել բանակում եւ հաշվառված չեն պահեստազորում եւ չեն կարող վարժական հավաքի հրավիրվել։ Այսինքն այս մեխանիզմը նաեւ թույլ է տալու, որպեսզի ավելի շատ թվով Հայաստանի քաղաքացիներ տիրապետեն զենքին եւ նաեւ ըստ անհրաժեշտության համալրեն պահեստազորը։ 4 ամիսը դա ուսումնական զորամասի չափականակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական process, այսինքն ովքեր կօգտվեն այս ծրագրից, ուսումնական զորամասից զատ այլտեղ ծառայություն չեն իրականացնելու։ Սրանում է այս թվերի սահմանման պատճառը։ Պարոն Միրզոյան, Իսկ 32 տարեկանը ինչով է պայմանավորված։ Պատգամավորը առաջարկել էր, որ թիվը սահմանենք 37, ըստ էության մեր միակ նրա հետ տարբերությունը մտքերի կայանում էր նրանում, որ սա պետք է անել աշճանական, որովհետև այս սահմանումն էլ իր հերթին նշանակում է, որ սա կազդի այն մարդկանց վրա, ում 18-ը նոր է լրանալու, այսինքն արդեն 19, 20, 27, 32 տարեկան քաղաքացիների վրա սա չի ազդելու։ Այսինքն զորակոչային տարիք մուտք գործողների վրա կազդի մինչև 32 տարին, դա էլ նրա համար է, որպեսզի ուսումնական հաստատությունների միջոցով կեղծ գիտնականներ չունենանք, ովքեր 27 տարին լրանալուն պես ազատվեն զինվորական ծառայությունից, այլ ունենան պարտականություններ եւ օգտվեն մեր ծրագրերից միայն իրական գիտնականներ, օրինակ։ Պարոն Միրզոյան, Այսինքն մարդիկ նախկինում սահմանված 27-ի շեմն ենք դարձնում 32 եւ մարդիկ զինապարտեն մինչեւ 32 տարեկան, ոչ թե պայմանագրային ծառայության վերց, որտեղ այնտեղ էլ շեմ ունենք, չէ՞։ Այո, խոսքը վերաբերում է 27-ը 32 դարձնելուն, այսինքն շեմը տարիքային զինապարտների փոխվում է, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած հատվածին, մարդիկ ներողություն զինապարտ են մինչև 50 տարեկանը։ Մեզ մոտ այս շտկումը վաղուց է արված, նախորդ կառավարության նիստին սա հնչել է, իհարկե վարչապետի հանձնարարությամբ մենք կաշխատենք նաև այս հարցում որոշակի լավարկումներ կատարելու, դա վերաբերել է ներքին գործերին։ Մեր մասով այս խնդիրը հիմնականում լուծված է, բայց որոշակի լավարկումներ կանենք։ Պարոն Միրզոյան, Իսկ ո՞նց ենք ապահովելու, որ այդ ճանապարհով պետբյուջե մուտք արված գումարները ուղղվեն պայմանագրային զինծառայողների թվի ավելացմանը եւ նրանց աշխատավարձերին, որովհետեւ եթե մենք չերաշխավորենք, որ այդ գումարը գնում է դրան, սոցիալական արդարության հետ կապված բազմաթիվ հարցեր կառաջանան։ Իսկ հիմա պատասխանը ակնհայտ է, դա արվում է էլի բանակի համար եւ էլի զինծառայողներ են ապահովում։ Դա ըստ էության երաշխավորված է, երբ ես նշում եմ պետական բյուջե, ես չեմ տարանջատում պաշտպանության նախարարության բյուջեն ընդհանուր բյուջեից, այո, մուտքերը կապահովեն եւ կծառայեն պաշտպանության նախարարության համար։ Տիկին Անդրեասյան, Շնորհակալություն, ես կուզեի անդրադառնալ տարիքային շեմին, որովհետեւ այս հարցը քննարկվելիս, ինչպես պարոն Պապիկյանը նշեց, մենք հաշվի ենք առել նաեւ մեր ընթացիկ ծրագրերը եւ կհիշեք որոշ ժամանակ առաջ կառավարության նիստում քննարկում էինք
արտերկրի հեղինակավոր բուհերում կրթություն ստանալու հետ կապված հնարավորությունների ընդլայնումը եւ առանձին քննարկման հարց դարձավ հետո արդեն այս ուրեմն մեր կրթված երիտասարդների վերադարձի հարցը եւ նրանց ըստ էության այդ ներուժի օգտագործումը մեր հասարակության զարգացման եւ այստեղ աշխատելու տեսանկյունից մենք բավականին ուսումնասիրություններ ենք արել այս ուղղությամբ եւ մեզ էլ ակնհայտ է, որ այստեղ ուրեմն զինծառայության ուրեմն օրենսդրության մեջ փոփոխությունները կարող են էապես նպաստել, որպեսզի մենք վերադարձելիության տեսանկյունից եւ մարդկային այդ կապիտալը մեր հասարակությունում եւ մեր պետության համար օգտագործելու տեսանկյունից շատ ավելի բարենպաստ իրավիճակ ունենանք եւ այս տարիքային շեմի սահմանումը հնարավորություն է տալու նաեւ, որպեսզի այդ կրթությունը ստանալուց հետո մենք ունենանք որոշակի հանձնառություն այստեղ աշխատելու եւ այդ աշխատանքային տարիքը լինի այն տրամաբանության մեջ, որը որ ուրեմն այս զինծառայության վերին շեմն է եւ նաեւ սինխրոնացված են այդ իմաստով կարգավորումները, որպեսզի մի ոլորտի եւ մյուս ոլորտի կարգավորումները համահունչ լինեն եւ չխանգարեն մեկ-մեկու։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, պարոն Մեսրոպյան։ Շնորհակալություն պարոն նախարար, կուզենայի իմանալ դիցուք զորահավաքի ժամանակ, երբ որ արդեն պետությունը կորոշի կամ նախարարությունը X քանակի մարդ կարող է օգտվել այդ տվյալ մեխանիզմով բանակ զինվորական ծառայությունից ազատվելու համար, ո՞նց է կիրառվելու դա, վիճակահանությամբ, թե ով առաջինը հասցրեց դիմել։ Պարոն Մեսրոպյան, մենք հիմա առաջ ենք ընկնում, որովհետև դա դեռ կառավարության որոշումով պիտի սահմանվի։ Տարբեր մտքեր կան, այդ թվում նաև վիճակահանության, ավելի արագ գրանցվելու, այսինքն դա դեռ կքննարկենք եւ նաև այստեղ էլ հնարավորություն կունենանք դրա մասին մտքեր հնչեցնելու։ Այլ հարցեր, դիտարկումներ, խնդրեմ։ Շնորհակալ եմ պարոն փոխվարչապետ, պարոն Պապիկյան, իմ հարցը վերաբերելու է զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերություններին եւ այս փոփոխությունների համատեքստում ոչ կանոնադրային հարաբերությունների հաղթահարման մեխանիզմներին, որովհետեւ ըստ էության բոլորիս համար էլ ակնհայտ է, որ բանակում մահվան, ինքնավնասումների եւ այլ դեպքերի պատճառներից մեկը նաեւ այդ ոչ կանոնադրային կամ ենթամշակութային հարաբերություններն են, ինչպես է հնարավոր լինելու ապահովել, որ այսպիսի տարբերակման պայմաններում, այսինքն ըստ էության զինծառայողների միջև տարբերակում է փաստացի իրականացվում, արդյոք հնարավոր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մենք չունենանք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ եւ բնականաբար բացառենք այդ համատեքստի իրավիճակը։ Ծառայության պայմանների առումով նկատի ունեմ։ Անկեղծորեն գուցե հարցի էությունը լավ չեմ հասկանում, բայց ես այստեղ նմանատիպ խնդիր չեմ տեսնում։ Ավելին սա մեզ հնարավորություն է տալու, որպեսզի նմանատիպ կանոնադրային ոչ կանոնադրային հարաբերությունները կարգավորենք, դարձնենք կանոնադրային։ Ինձ թվում է նման հարցերի քննարկման ժամանակ մենք պիտի տարբեր կոմպլեքսներից զերծ մնալով խոսենք իրականության մասին։ Իսկ իրականությունը ինչի մասին է։ Իրականությունը նաև նրա մասին է, որ շատ երիտասարդներ, ովքեր հնարավորություն են ունենալու օգտվել այս ծրագրից, եթե մենք ընձեռենք այդ հնարավորությունը, իրենք հանդիսանում են մեր ծառայության մեջ հիմնականում կանոնադրային հարաբերությունները խախտողներ։ Պիտի մտնենք խնդիրների խորքի մեջ։ Այո, այստեղ էլ կա որոշակի սոցիալական շերտավորման վտանգ, մենք պիտի այս հարցում հետևողական լինենք, բայց հարցի այսօրվա նախագծի մեխը 18 կամ 24 միլիոնով բանակից ազատվելը կամ կրճատ ծառայությամբ ազատվելը չէ։ Մենք ուշադրություն չդարձրինք մեկ այլ կարևոր խնդրի։ Խոսքը վերաբերում է քաղաքացիների 15 միլիոն դրամ պարտավորությանը, այսինքն մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին 15 միլիոն դրամի պարտավորություն մտցնելը ինչ է սա նշանակում։ Նախկինում հնարավորություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, իսկ այդ թիվը հազարների մասին է, ես ազգային անվտանգության նկատառումներից ելնելով կոնկրետ թվեր չեմ նշի, բայց այսօր Հայաստանում շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի նրանք չծառայեն հայոց բանակում։ Կետերից մեկը 4-րդ կետը վերաբերում է դրան։
Այսինքն սա մեծ հնարավորություն է տալու, որ այն քաղաքացիները, ովքեր անվտանգությունից ելնելով, որդու անվտանգությունից ելնելով, փորձել են տարբեր ճանապարհներով բանակից ազատվել, ունենան հնարավորություն իրենց որդուն բոլորի հետ հավասար մեր զինված ուժերում գոնե կրճատ ժամկետով ծառայության ուղարկելու։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ինչպես պարոն Պապիկյանը նշեց, սա չափազանց զգայուն եւ կարեւոր հարց է, նաեւ կարեւոր են տեսանկյունից, որ այս թե մտահոգությունները, որոնք վերաբերում են առ այսօր արձանագրված երևույթներին, թե հարցի հետ կապված զգայունությունը, որը գուցե տարբեր ժամանակներում տարբեր կերպ քննարկելու փորձեր եղել են, սակայն ինչ որ մի պահից հաշվի առնելով հենց այդ զգայունության հարցը այդ քննարկումները հետաձգվել են, սա լավ առիթ է, որ ազգային ժողովում քննարկումները շարունակվեն նաև մշտական հանձնաժողովներում, որտեղ կհնչեն վստահաբար այլ փաստարկներ, այլ տեսակետներ, հավանաբար դրանք նույնպես կառավարության ներկայացուցչի հետ միասին կքննարկվեն եւս մեկ անգամ եւ տեղ կգտնեն կարտահայտվեն նախագծի այն վերջնական տեսքում, որը կդառնա օրենսդրական կարգավորում։ Եվ ես առաջարկում եմ նկատի ունենալով, որ մեր ներկայացուցիչ շարունակի նաև ազգային ժողովի քննարկումներում գործընկերների հետ միասին այս հարցի բովանդակությունը վերջնականացնել, այս փուլում քվեարկել առաջարկությունը կառավարության կարծիքը եւ հետո ըստ անհրաժեշտության տեսակետները նաև ազգային ժողովում քննարկումների ժամանակ ամփոփել վերջնականացնել։ Խնդրեմ, պարոն Պապիկյան։ Աչետրյան, որպեսզի տարանթերցում չլինի, ես հստակեցնեմ ինչի մասին էի խոսում։ Խոսքը վերաբերում է նրան, որ երբ մենք հնարավորություն ենք ընձեռել կառավարությանը ամեն զորակոչից առաջ թիվ սահմանել, մենք նաև հնարավորություն ենք ունենալու ներքին գործերի նախարարության հետ հստակեցնելու, թե տվյալ տարվա ընթացքում քանի Հայաստանի նախկին քաղաքացի կամ օտարերկրյա քաղաքացի է դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Այսինքն մենք հնարավորություն ենք ունենալու այս 15 միլիոն դրամ վճարման արգելանքի միջոցով նախ պակասեցնել արտահոսքը մեր պատանիների, բայց միևնույն ժամանակ մյուս մասով օրենքի հնարավորություն ենք տալու նախկինում քաղաքացիությունից հրաժարվածներին վերադառնալ եւ իրենց պարտքը թեկուս կրճատ կատարել հայրենիքի առաջ։ Այսինքն այս թվերից ելնելով նաև մենք կսահմանենք տարբեր զորակոչերի ժամանակ ըստ զորակոչի նաև մեր թվաքանակները։ Շնորհակալ եմ։ Պարոն Միրզոյան։ Ես ներողություն եմ խնդրում, էլի որ շատ ենք երկրացնում, բայց իսկապես հարցը կարևոր է։ Ես առաջարկում եմ այսպիսի արձանագրում անել, անկեղծ ասած, պարոն փոխվարչապետ, ձեր վերջի առաջարկը ստիպեց ինձ այս մասին խոսալ, ես լրիվ համաձայն եմ ձեր հետ, սա մի խնդիր է, նախ խնդիրը իդենտիֆիկացնում, հա, շարունակաբար արտագաղթի ամենախորքային պատճառների թվում ամենահիմնականներից մեկը եղել է Արական սեռի զավակին բանակից ուրեմն զինվորական ծառայությունից խուսափելու ինչ-որ հնարավորություն ստեղծել, հա, սա է հիմնական մոտիվացիաներից մեկը եղել։ Եվ նաև մենք բոլորս էլ, եւ սա վերջին 1 տարվա, 2 տարվա բան չի, 30 տարվա պատմություն է, գիտենք, որ զարտուղի ճանապարհներով եւս արտագաղթը մի միջոց եւ նաև կան այլ զարտուղի ճանապարհներ նույն խնդիրը լուծելու առանց արտագաղթելու, հա, հիվանդություններով կլինի, որևէ կրթությունով կլինի, որևէ կերպ։ Եվ այս խնդիրը հասարակությունն էլ է քաջատեղյակ խնդրին, բոլոր պետական կառույցներն էլ, եւ այս խնդիրը մի թեմա է սա, որի մասին տարիներ շարունակ խոսվել է եւ դիտարկվել են նաեւ այս տեսակ լուծումներ, առաջարկվող լուծումները եւս, բայց երբեք լուծման չենք գնացել, որևէ կառավարություն չի գնացել լուծման։ Հիմա շարունակելով ձեր միտքը, գուցե եւ կարգավորումները վերջնական չեն, իդեալական չեն, բայց պետքա կարծում եմ համարձակություն ունենալ եւ փորձել գնալ լուծման, որովհետեւ չլուծելով խնդիրը չի վերացել, այսինքն այնպես չի, որ մենք չենք արել այս կարգավորումները եւ դրանից ինչ որ չգիտեմ, իներցիայով կամ աստիճանաբար խնդիրը մեղմվել է կամ ինչ, ոչ այդ նույն խնդիրը կա, մենք միշտ խոսել ենք եւ բոլորը մշտապես խոսել ենք եւ ոչինչ չենք արել հաշվի առնելով այո զգայունությունը։ Ես միանում եմ ձեր առաջարկին, եկեք փորձենք անենք, հետո կհղկվենք։
եթե կարիք լինի։ Շնորհակալություն պարոն Միրզոյան, պետք է քվեարկենք նախագիծը հարգելի գործընկերները, ովքեր են դեմ կառավարության ձևակերպած կարծիքին ազգային ժողով ուղարկելու համար։ Դեմ չկա, որոշումը հաստատված